Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամունյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ միասին ենք, բարեկամներ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ մեր ազգային խոհանոցից։ Այսօր պատրաստելու ենք եւս երկու կերակրատեսակ մեր ավանդական ազգային խոհանոցից, բայց մինչև կերակրատեսակներին անցնել ուզում եմ ներկայացնել իմ հյուրին։ Իմ հյուրն է Աննա Մաթևոսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ Սեդրակ Մամունյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ եւ դասվար։ Բացի դրանից նաեւ այլ արժանինքներ խոհարարական երկնակամարում կարելի է ասել ծագող աստղ, այնպես որ եւս մի քանի տարի եւ սկսեք փնտրել Աննա Մաթևոսյանին։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Դուք ինչպե՞ս եք։ Ես շատ լավ եմ, շատ լավ եմ։ Յուրաքանչյուր անգամ, երբ որ մտնում ենք խոհանոց եւ մոտենում ենք մթերքներին, մենք պիտի ունենանք լավ տրամադրություն, առավել եւս երբ որ մենք այսօր պատրաստելու ենք ավանդական կերակրատեսակ նորից Շիրակի մարզից։ Ինչ եք պատրաստել։ Թանապուրի եւս մի տեսակ ենք այսօր պատրաստելու, բայց խմորով։ Խմոր ենք պատրաստելու, տապակելու եւ դնենք թանապուրի մեջ։ Այո, որը տարածաշրջանում անվանում են կտրած ապուր։ Այս կերակրատեսակը նաեւ ջավախքի մեր հայրենակիցների մոտ է ճանաչված եւ կրած ապուր են ասում, այսպես ասենք, թանապուրի մթերքներն են եւ խմորից ու ձվից պատրաստել, ալուրից ու ձվից պատրաստելու ենք խմոր, կտրատենք եւ թանապուրին ավելացնենք։ Բայց այստեղ, քանի որ մենք նույն խմորից ունենք նաև եւս մեկ կերակրատեսակ աղանդեր, որը կոչվում է ռշտա հալվա, որի բաղադրությունը արդեն ավելանում է մեղր, այսինքն այդ խմորները, ձվով պատրաստված խմորը տապակում ենք, շատ քանակությամբ ճարպի մեջ, ավելացնում ենք մեղր, սեղմում ենք եւ մատուցում ենք որպես աղանդեր, որպես դեսերտ եւ կոչվում է, կրկնեմ, ռշտա հալվա։ Գնացինք։ Գնացինք։ Ես երևի թե խմորը պատրաստեմ, իսկ դուք այդ ընթացքում թանապուրի սա բավական է, չէ՞, անուտիկ երևի։ Այո, ուրեմն ասենք, որ ձունն արդեն նախորոք լվացված է։ Այո, սա շատ կարևոր հանգամանք է։ Մենք էլ մածունին ավելացնում ենք ձու, ալյուր եւ սկսում ենք խառնել։ Մաղում ենք ալյուրը, օդով հագեցնում ենք։ Մեկ ձուն թողել եք, չէ՞։ Մեկ ձուն թողել եմ, այո, թանապուրի համար։ Մի քիչ ալյուր խնդրեմ։ Այո, խփում ենք այսպես։ Սովորական թանապուրի հումքն է սա։ Մածուն ալյուրի եւ ձվի դեղնուց ձուն, ամբողջական կամ դեղնուց։ Լավ, պիտի հարենք, չէ՞։ Ես էլ փորձեմ պինդ խմոր պատրաստել։ Պինդ գրտնակվող խմոր, չէ՞։ Այո, ձվով խմոր ենք պատրաստում, որպեսզի ավելորդ անգամ չբացվի ապուրի մեջ։ Թանապուրների տարբեր տարատեսակներ կան, հարգելի հեռուստադիտողներ, այն անվանումը, որ մենք վերջին 200 եւ մի քիչ ավելի տարիները մեր դասական դարձած սպասին ենք արդեն վերագրում, դա նույնպես թանապուրն է, այս տարբերակով, բայց դա թանապուրները բնորոշ են համարյա բոլոր ազգագրագավառներին, այդ թվում նաև մեր արևմտահայոց պատմական Հայաստանի, եւ տեսեք դուք եթե ուշադրություն դարձնեք մեր արևմտահայ մեր հայրենակիցները սպաս բառը նույնիսկ չեն ճանաչում, որովհետեւ իրականում դա բնորոշ է Հայաստանին Ռուսաստանի հետ շփվելու արդյունքում։ Անյուտա լոտուս ապրանքանիշից ինչ էինք ավելացնել այստեղ։ Աղ ենք ավելացնելու եւ ձեզ կխնդրեմ նաեւ խմորին փոքր աղ ավելացնել։
Ասեմ, որ առիթ եմ ունեցել բազմիցս պատրաստել թանապուրի հազարավոր տեսակներ։ Ունեմ անգամ իմ նախընտրած թանապուրի տեսակը։ Շնորհակալ եմ։ Առաջին անգամ եմ այս տեսակի խմորով պատրաստում, բայց պատրաստել եմ փոքրիկ լցոնված մսի գնդիկներով թանապուր։ Կոլոլիկներով։ Կոլոլիկներով էլ եմ պատրաստել, կոլոլակներով էլ եմ պատրաստել։ Ամեն մի անգամ պատրաստելիս յուրահատուկ ինչ-որ համ էի ստանում։ Այո։ Թերևս ես երևի թե անցնեմ արդեն սեղանի վրա ունցելուն։ Սոխառած պիտի պատրաստի, չէ՞, վերջում մատուցելու համար։ Այո, մանր կտրատած սոխ ենք տապակելու, ավելացնելու ենք վրան կանաչիներից համեմը եւ վերջում լցնելու ենք թանապուրի մեջ ու մատուցելու ենք։ Այո, տարատեսակները տարբերվում են նաև հենց սոխառացի արկայության կամ բացակայության մասով նույնպես։ Շատ վայրերում սոխառած չեն անում, բայց իմ կարծիքով այդ սոխի հետ որոշակի այսպես անհանդուրժողականությունը վերջի ժամանակները դա է պատճառը, որ որոշ վայրերում սոխը հանված է, չէ՞։ Շատ շրջաններում էլ սոխը հենց այդպես ամբողջական են դնում թանապուրի հիմքի մեջ հենց եւ այդպես են խաշում, որպեսզի համը տա։ Եվ հանեն գցեն, որ մարդը չտեսնի սոխը։ Հետո հանում գցում են։ Բնականաբար համը զգացվում է։ Սոխը շատ յուրահատուկ համ ունի։ Խաշած ժամանակ ուրիշ համ ունի, տապակած ժամանակ ուրիշ համ ունի եւ նրան չնկատելը անհնար է։ Ես սոխառածը ուզում եմ արագացնել, որ տեղ ունենանք նաև տապակելու Մեզ մոտ արդեն միսը, պատրաստ է։ չէ՞։ Այո։ Բաժանենք երկու մասի։ Մի մասը, ինչպես ասացիք, կօգտագործենք բրշտահալվայի համար, իսկ մյուս մասը կկտրատենք թանապուրի համար։ Ներկայացնելու ժամանակ ես լսեցի, որ սոխառածը վերջին պահին ենք ավելացնելու, Այո, չէ՞։ կանաչիի հետ միասին։ Կանաչի հետ մեզ։ Այսինքն հիմա մենք կարող եմ ես կանաչին արդեն ավելացնել սոխառածին։ Իհարկե կարող եք։ Մինչև նրանք զրուցեն միասին, համերով փոխանակվեն, Շփվեն, հա։ մենք արդեն պատրաստ կլինենք խմորի տապակմանը։ Արիչտայի համար կարելի է մի քիչ երկար թողնել, ինչ կարծիք ես։ Տապակման համար, հա, որպեսզի ոսկեգույն երանգ ունենա ու աղանդերը ավելի գեղեցիկ։ Ավելի երկարոտ։ Չափսի նկատի ունեք։ Այո։ Իհարկե։ Հրաշալի Լավ է, ունի, շատ լավ է։ Շատ դեպքերում, երբ որ ապուրի կամ ընդհանրապես կերակրատեսակի որևէ մեջ հաց է օգտագործում կամ խմորային այդպես արտադրանք, միանգամից այսպես ասոցացվում է մեր ազգաբնակչության, մեր նախնիների վերաբերմունքը ալյուրի հացի նկատմամբ ընդհանրապես, չէ՞։ Այո, այս կերակուրը իրականում կարող ենք պատրաստել նաև այն մնացած խմորներից, փոքր-փոքր որ կուտակվում են։ Այո։ Եվ մեր սառնարանը միշտ մաքուր կլինի։ Այո։ Եվ կերակուրները բազմազան։ Տեսակ ամբողջությամբ անմիջապես ուրչեց խմորը
Արդեն դեպի ոսկեգույնն է գնում այս սամբորջը, վերցնենք արդեն, Դա լցնելու ենք թանապուրի մեջ, այո, 1-2 րոպե համերը փոխանցվում, ավելացնում ենք սոխն ու կանաչին և արդեն պատրաստ է մատուցման։ կտրած ապուրը։ Բարեկամներ արդեն կտրած ապուրը պատրաստ է արդեն, Ես նախապատրաստ եմ, մատուցող ափսեր խնդրեմ, խնդրեմ, շնորհակալ իսկ ես շարունակեմ տապակել Ռշտահալվայի համար խմորը, շատ ախորժելի տեսք ունի, նորից նույն եղանակով այսպես տապակում ենք, ապուրը, սա ապուր չէ, ապուր և մի բան էլ ավելին, շատ ախորժելի տեսք ունի և այնքան աշխատատար չէ, որ դժգոհ ենք։ Սա այսպես և նախապատրաստենք նաև ռշտահալվայի ափսեմ, այստեղ կդրենք, ափսոս, որ դեռ չեմ տեսել, այ, մատուցել ես արդեն, այո, արդեն մատուցել եմ, քանի որ պահպանման ժամկետը շատ կարճ է այս ապուրի, 5 րոպե, ցանկալի է, որ այս 5 րոպեվա ընթացքում ճաշակողը միանգամից սկսի, որպեսզի այն բոլոր համն ու հոտը, որը ներդրեցինք մենք այս կերակուրի մեջ, բոլորը սենց միանգամից զգա, պետք է 65-70 աստիճանում մատուցել, հիանալի, ունի ընդամենը 5 րոպե պահպանման ժամկետ և մաղթենք բարիախորժակ ուտողին, ես նախանձում եմ այս պահին այդ ուտողին, այո, մի քիչ քանդի, հետո բռնիչով կդնենք այնտեղ, որտեղ պիտի ճզմենք, նստենք այստեղ, աննաչան, մեղրը երևի շերտերով էլ տնես, որ տաքանա, քանի որ տնական մեղր է մեզ մոտ, այո, շերտերով կարող ենք դնել, կարող ես խառնել, զգուշությամբ, այո, 2 գտալով, այո, սա դեռ ժամանակ է պետք որ հալչի, պիտի հաշվի առնենք, որ ճզմելու ենք, նորից կենտրոնում, այո, այո, ոնց հասկացանք, դեռ պիտի խաղանք, այո, քանի որ մեղրը տնական է, շատ պինդ է և դժվար է ենթարկվում մեզ, հետևաբար խաղն խուսափելի է այստեղ։ խաղը, Արդեն և խմորը փափկեց, և մեղրը հալչեց, այո։ Եվ այսպես, այո, ես գիտեմ, դու ուզում ես դարչինով մի քիչ ինչ-որ բան անես, չէ՞։ Ավելի կանաչ չէ երևի չորացրած նանակով։ Այո, այո։
Եվ այսպես բարեկամներ, այս կերակրատեսակներն են, որ պատրաստում էինք մենք համակ ուշադրությամբ Աննայի հետ։ Աննա ջան, ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին, ինչ կմաղթես։ Մեր հեռուստադիտողներին կմաղթեմ, որ սնվեն առողջ, հետևեն հաղորդումները, խորհուրդներին եւ լինեն առողջ։ Բարեկամներ, կարծում եմ դեռ չեք լինի, եթե ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեք Աննային։ Ցանկանանք, որ շարունակի արարել, շարունակի ստեղծագործել, քանի որ խոհանոցը հենց ստեղծագործելու մի վայր է։ Շնորհակալություն Աննա, ապրես դու կեցես։ Ձեզ եմ շնորհակալ։ Կտրած ապուր 4 անձի համար ալյուր 400 գրամ, ձու 5 հատ, մածուն 120 գրամ, յուղ 160 գրամ, գլուխ սոխ 12 գրամ, ռշտա հալվա, ալյուր 100 գրամ, ձու 1 հատ, յուղ 200 գրամ, մեղր 80 գրամ, բարի ախորժակ։ Մեր մաղթանքն է, որ ուշադիր լինենք ազգային արժեքների նկատմամբ, քանզի մենք ենք, որ պահպանելու ենք եւ տարածենք մեր ազգային արժեքները, ուրիշից բողոքելու իրավունք չունենք։ Եվ ուզում եմ նաեւ նշել, որ նմանատիպ կերակրատեսակներ ճաշակելու համար կարող եք այցելել Մեգերյան Կարպետ ընկերություն, իսկ հասցեն ամփոփող Մադոյան 9։ Լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։